Հրապարակը գրում է. դիվանագիտական աղբյուրները չեն բացառում, որ Ռուսաստանը չճանաչի Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Մինչ այս պահը պաշտոնական Կրեմլից Փաշինյանին չեն շնորհավորել ի տարբերություն արևմտյան մի շարք երկրների առաջնորդների, որոնք ընտրությունների արձանագրությունների թանակը դեռ չչորացած հանդես եկան շնորհավորական ուղերձներով։ Մոսկվայից նաև տարբեր գնահատականներ հնչեցին ընտրական խախտումների վերաբերյալ։ Սակայն թերթի աղբյուրն ասում է, որ Ռուսաստանի իշխանությունը գուցե ընդունի ընտրությունների արդյունքներն ի գիտություն առանց շնորհավորանքների, որով էլ իր վերաբերմունքը կդրսևորի Փաշինյանի հակառուսական քաղաքականության նկատմամբ։ Ուշագրավ է, որ երեկ Փաշինյանը ջերմ շնորհավորական ուղերձ էր հղել Ռուսաստանի նախագահին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Ակնհայտ է, որ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ հարթի տարաձայնությունները եւ վերականգնի հարաբերությունները, գոնե տնտեսապես չտուժելու համար, բայց թե ինչպես իրեն կպահի Ռուսաստանի Դաշնության նախագահը, դժվար է ասել։ Հրապարակի իշխանական աղբյուրները վստահեցնում են, որ թվացյալ հաղթական դրամատրությունների հակառակ կողմում մտահոգ ՀՊԱ-կաններն են, որոնք չեն պատկերացնում խորհրդարանում առանց 3/5 մեծամասնության երկրի կառավարումն առաջիկա 5 տարիներին։ Մի կողմից ընդդիմադիրների ռադիկալ դրամատրություններն են անհանգստություն պատճառում, իսկ երեք Բարգավաճ Հայաստանից հայտարարեցին, որ փողոց դուրս կբերեն մարդկանց, եթե ԿԸՀ-ն վերաքվեարկություն չանցկացնի եւ ԲՀԿ-ին միտումնավոր դուրս թողնի խորհրդարանից։ Մյուս կողմում կառավարման ճգնաժամն է։ Իշխող թիմում այս օրերին մի քանի սցենար են թե ինչպես են պատկերացնում առաջիկա տարիներին նման նվազ լեգիտիմությամբ երկրի կառավարումը։ Նախ ասում են, որ փորձելու են ԲՀԿ-ի ձայները գողանալու միջոցով 3/5 ունենալ, եթե չստացվի, ապա դիտարկում են մարդագողության տարբերակն ընդդիմության շարքերից։ Պատրաստվում են նոր Գեղամ-Նազարյանների հայտնաբերել ու իրենց ճամբար տանել, դրա ձևերը լավ գիտեն։ Փաստը գրում է. Գերտերության կողմից դաշնակից կամ գործընկեր երկրի ընտրությունների արդյունքների մերժումը երբեք սոսկ իրավական գնահատական կամ դիվանագիտական դիրքորոշում չէ։ Միջազգային հարաբերությունների պատմությունն ու արդի աշխարհաքաղաքական դրամաբանությունը փաստում են, որ նման քայլը բացահայտ քաղաքական պատերազմի մեկնարկ է, որի վերջնանպատակը տվյալ երկրում ռեժիմի փոփոխությունն է կամ նրան կապիտուլյացիայի ենթարկելը։ Եթե դիտարկենք այս սցենարը մասնավորապես Ռուսաստանի Դաշնության կողմից իր ազդեցության գոտում գտնվող որևէ երկրի նկատմամբ, ապա հետևանքները կունենան կասկադային էֆեկտ, հարվածելով պետականության բոլոր կենսական հանգույցներին։ Մոսկվան չճանաչելով ընտրությունները տվյալ երկրի նոր իշխանություններին հռչակում է ապօրինի, ինչը նշանակում է, որ ցանկացած փաստաթուղթ կամ պայմանագիր, որը կստորագրի այդ իշխանությունը, Ռուսաստանը կհամարի իրավական ուժ չունեցող։ Թեև դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես չեն խզվում հենց առաջին օրը, դրանց մակարդակը կտրուկ իջեցվում է։ Հրապարակը գրում է. այն ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամները, որտեղ ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել, ըստ օրենքի աշխատավարձ չեն ստանալու։ Այս փաստը ծանր են տարել մինչև գիշերվա 1000-ն աշխատած հանձնաժողովականները, սակայն առավել հուզված են այն փաստից, որ բավական չեզրի աշխատել են բոլորից ավել ժամանականակով, դրա հետ մեկտեղ էլ քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել, որ չեն կանխել ընտրախախտումները։ Մեղրիի 35-65 տեղամասի հանձնաժողովականներին ԿԸՀ-ից են համաձայնություն տվել, որ կարող են թույլատրել զինվորականների քվեարկություն 20:00-ից հետո։ Հրապարակը գրում է. տարածված կարծիք կար, թե Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները, որոնք եկել էին հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու, ուղարկվել են կամ Ռուսաստանի իշխանությունների կողմից, կամ եկել են ընդդիմության ջանքերով եւ նրան ընտրելու համար։ Նոյեմբերյան համայնքում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած առնվազն 3 անձ, որոնց հետ թերթը զրուցել է, Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի համակիրներ էին։ Նրանցից մեկը Ոսկեպար գյուղից էր, նախկին զինվորական բարձր պաշտոնյա։ Մյուսը Բերդ քաղաքից էր, երրորդը Բերդ համայնքի Մովսես գյուղից, որոնք հատուկ Ռուսաստանից ժամանել էին Հայաստան եւ ԿՊ-ի օգտին քվեարկել։ Փաստը գրում է. ըստ օրենսդրության այսօր ԿԸՀ-ն ամփոփելու է ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները եւ ընդունելու է հետեւյալ որոշումներից մեկը. կամ ազգային ժողով ընտրվելու եւ մանդատների բաշխման մասին, կամ ազգային ժողովի падգամավորների մանդատների նախնական բաշխման մասին, կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին, կամ ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու եւ ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին։ Մինչ այդ հայտարարվեց, որ ուժեղ Հայաստան դաշինքը 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԿԸՀ, որում արձանագրել են լայնածավալ խախտումներ, ինչպես մինչ քվեարկությունը, այնպես էլ հենց քվեարկության օրը։ Ընդհանրապես ոչ սատելիտ գրեթե բոլոր քաղաքական ուժերն էլ հայտարարել են, որ այս ընտրություններն ինքնին ոչ լեգիտիմ են եւ անցել են բազմաթիվ խախտումներով։ Դրանց գագաթնակետը դարձան ԲՀԿ-ի հետ կապված մանիպուլյացիաները։ Նախ այս կուսակցության ձայները իջեցվեցին 4%-ից, որպեսզի չանցնի խորհրդարան, իսկ երբ վերահաշվարկի պահանջից հետո պարզվեց, որ ԲՀԿ-ի ձայները 4%-ից ավելին են,
ՍԿԸՀ-ն հանկարծ որոշեց անվավեր ճանաչել 2 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։ Իսկ այդ տեղամասերում ԲՀԿ-ն բավական շատ ձայներ էր ստացել։ Այսինքն այստեղ գործ ունենք ոչ թե տեխնիկական շտկման, այլ քաղաքական որոշման հետ, որի հիմքում բացառապես ԿՊ-ի քաղաքական շահն է, ստանալու մանդատների 3/5-ը, որի միջոցով կկարողանան փոփոխել սահմանադրական օրենքներն ու առանցքային նշանակումներ անել իրավապահ համակարգում։